Այսօր մենք ուսումնասիրենք ծովային պատմության մի հետաքրքրաշարժ հաճախ անտեսված ժամանակաշրջան միջնադարյան ծովահենների դարաշրջանը, ովքեր տիրում էին հյուսիսային Եվրոպայի ջրերին Սմորուքի կամ Կապիտան Քիդի Կարիբյան ծովերում հայտնվելուց շատ առաջ։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեցրեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ Լա Մանշի սարը ալիքները բախվում են անգլիական բրդով բեռնված արտրային նավի քթին։ 1311 թվականն է։ Նավապետ Բարթուղիմեոս դե Վելեն փորձառու հայացքով զննում է հորիզոնը։ Նա տասնամյակներ շարունակ ճանաչում է այս ծովերը, անթիվ անգամներ նավարկել է այս երթուղիներով, բայց երբեք չի վարժվել խոցելիության այն զգացողությանը, որն ուղեկցում է յուրաքանչյուր անցումը։ Այդ առավոտյան մշուշից այն կողմ, Բրետանի ափի ծոցերում թաքնված կամ թվացյալ խաղաղ նավահանգիստներում սպասում են այն մարդիկ, ովքեր ծովահենությունը վերածել են կենսակերպի նույնքան սովորական, որքան ձկնորսությունը կամ համեմունքների արտուրը։ Դե Վելեի նավը ապաստան է փնտրում մոտեցող փոթորկից։ Նա խարիսխ է գցում Բալեյս դե Ռեյցում, Նուտցեղ ջրջբծես մի վայրում, որը լավ գիտի, որտեղ այլ արտրային նավեր հաճախ են պատսպարվում վատ եղանակից։ Գիշերային մթությունը իջնում է ջրերի վրա։ Դե Վելեն վերջապես թույլ է տալիս իր հոգնած աչքերին հանգստանալ։ Նա չգիտի, բայց սա կլինի խաղաղության վերջին գիշերներից մեկը, որ նա կվայելի երկար ժամանակ։ Լուսադեմին մի նավ լռությամբ մոտենում է։ Նավի վրա գտնվողները ապաստան փնտրող արտրականներ չեն։ Նրանք գիշատիչներ են, ովքեր գտել են իրենց զոհին։ Ջոն Լգլերկը ղեկավարում է հարձակումը այնպիսի ճշգրտությամբ, ինչպես մեկը, ով տասնյակ անգամներ իրականացրել է այս գործողությունը։ Նրա մարդիկ բարձրանում են Դե Վելեի նավը, ընկճում անձնակազմին նախքան նրանք կհասցնեն արձագանքել, սկսում են թալանել ողջ բեռը։ Չբավարարվելով գողոպուտով նրանք ոչնչացնում են հենց նավը, հավանաբար կանխելու համար, որ Դե Վելեն զգուշացնի իշխանություններին, նախքան ծովահենները հեռու կլինեն ցանկացած հետապնդումից։ Սա ընդամենը մեկն է հազարավոր նմանատիպ դեպքերից, որոնք տեղի են ունեցել այս ջրերում դարերի ընթացքում։ Բայց ովքեր էին այս մարդիկ, ովքեր ծովը վերածել էին իրենց որսատեղիի։ Պատասխանը բացահայտում է մի զարմանալի ճշմարտություն միջնադարյան հասարակության մասին։ Հյուսիսեվրոպական ծովահենները քաղաքակրթության լուսանցքում ապրող մարգինալ հանցագործներ չէին։ Նրանցից շատերը հարգված արտրականներ էին, ազդեցիկ ազնվականներ, նույնիսկ թագավորական պաշտոնյաներ, ովքեր իրենց գործունեությունը գիսում էին օրինական արտրի ծովային թալանի միջ։ Լգլերկը, օրինակ, բավականաչափ հարուստ էր կապեր ուներ անգլիական դատական համակարգը մանիպուլյացիայի ենթարկելու համար, երբ Դե Վելեն վերջապես կարողացավ գտնել նրան դատի տալ։ Տեղի շերիֆը գալանավորեց Լգլերկին, առգրավեց նրա նավը, ինչպես պահանջում էր օրենքը։ Սակայն այդ պահից սկսած գործընթացը սկսեց կասկածելիորեն ձգձգվել։ Շերիֆը անընդհատ հետաձգում էր լսումները, երբեք հասանելի չէր Դե Վելեի առաջարկած դատական նիստերի օրերին, վերջապես նշանակեց վերջին նիստը մի օր, երբ Դե Վելեն չէր կարող ներկայանալ։ Գործը փակվեց առանց ծովահենի որե պատժի։ Դե Վելեից պահանջվեց 4 երկար տարի, նա ստիպված եղավ դիմել անմիջապես թագավորին իր գորուստների համար որե փոխհատուցում ստանալու համար։ Սա օրինաչափություն էր, ոչ թե բացառություն։ Հասկանալու համար, թե ինչպես ծովահենությունը դարձավ այդքան համաճարակային հյուսիսային Եվրոպայի ջրերում միջնադարում, մենք նախ պետք է հասկանանք այն պայմանները, որոնք դա հնարավոր նույնիսկ շահավետ էին դարձնում։ Միջնադարյան ծովը արմատապես տարբերվում էր այն միջավայրից, որը մենք գիտենք այսօր։ Նավագնացությունը պարզունակ էր, գրեթե ամբողջությամբ կախված էր ափի տեսանելիությունից կողմնորոշվելու համար։ Նավապետները խուսափում էին բաց ծովում ճանապարհորդություններից, երբ հնարավոր էր, նախընտրելով նավարկել ափի երկայնքով, որտեղ նրանք կարող էին կողմնորոշվել հայտնի ցամաքային նշաններով։ Սա նշանակում էր, որ ծովային երթուղիները չափազանց կանխատեսելի էին։ Ցանկացած ծովահեն, ով ուներ տեղական գիտելիքներ, հստակ գիտեր, թե որտեղ գտնել իր զոհերին։ Այդ ժամանակաշրջանի նավերը, հիմնականում գոքերը, ցեդոնֆ, հուլգերը, քֆելցեֆ, ամուր անոթներ էին նախատեսված մեծ քանակությամբ բեռներ փոխադրելու համար։ Նրանք սովորաբար ունեին մեկ առագաստ զգալիորեն դժվար էին մանրելու համար։ Ոմանք ունեին թիակներ հանդարտ ջրերում կամ ավելի մեծ վերահսկողություն պահանջող իրավիճակներում օգնելու համար, բայց դա արվում էր բեռի համար նախատեսված տարածքի հաշվին։ Արտրային ռազմական նավերի միջ զգալի տարբերություն չկար։ Ցանկացած արտրային նավ կարող էր վերածվել մարտական նավի պարզապես բեռը փոխարինելով զինված մարդկանց համար նախատեսված մահճակալներով։ Թնդանոթները դեռս չէին զարգացել արդյունավետ ծովային օգտագործման համար, ինչը նշանակում էր, որ ծովում ցանկացած բախում անխուսափելիորեն հանգեցնում էր նավի վրա բարձրանալուն ձեռնամարտի։ Այս տեխնոլոգիական սահմանափակումները լիովին ձևավորեցին միջնադարյան ծովահենության բնույթը։ Ծովահենները նախ պետք է գտնեին իրենց թիրախները, ինչը դժվար խնդիր էր բաց ծովում, որտեղ նավերը կարող էին հեշտությամբ անցնել միմյանց կողքով երբեք չընկատելով միմյանց։ Լուծումը ամենաշատ օգտագործվող ծովային երթուղիների, հայտնի անցման գետերի, գետաբերանների խարսխակայանների հսկողությունն էր,
որտեղ նավերը սովորաբար կանգ էին առնում։ Որոշ ծովահեններ պարզապես սպասում էին նավահանգիստներից դուրս հետելով նավերի գալուստին ու մեկնմանը, մինչ կհայտնաբերեին հեռանկարային թիրախ։ Մյուսներն ավելի համարձակ էին հարձակվելով հենց նավահանգիստներում խարիսխ գցած նավերի վրա, թալանելով բեռը փախչելով նախքան տեղի իշխանությունները կհասցնեին կազմակերպել պատասխան գործողություն։ Բաց ծովում նավ կանգնեցնելը զգալիորեն ավելի դժվար էր։ Նույնիսկ երբ ծովահենը նկատում էր հավանական որսը, հետապնդումը կարող էր տել ժամեր կամ նույնիսկ օրեր կախված քամու պայմաններից համապատասխան նավապետների հմտությունից։ Ավելի հաճախ ծովահենները սկսում էին իրենց հետապնդումները դեռս ափամերձ ջրերում հետելով իրենց թիրախներին դեպի բաց ծով միայն այն ժամանակ, երբ արդեն ունեին դիրքային առավելություն։ Ծովահենությունը նախարաջ համբերության, տեղական գիտելիքների հաշվարկված հնարավորությունների խաղ էր։ Ոչ բոլոր ծովահենական գործողություններն էին հենց այնպիսին, ինչպիսին թվում էին։ Կային նա ներքին հարվածներ իրավիճակներ, երբ արտրային նավի անձնագազմը հենց ինքն էր գողանում բեռը շահույթը կիսում իրար մեջ։ Հանցագործությունը քողարկելու համար նավաստիները պնդում էին, որ ծովահենները հարձակվել են նավի վրա տարել ամեն ինչ։ Վստահելի վկաների աչքից հեռու, ընդարձակ անողոք օվկիանոսում գրեթե անհնար էր զատել ճշմարտությունը հորինվածքից։ Այս նավերը վարձող վաճառականները հաճախ հնարավորություն չունեին ստուգելու, թե իրականում ինչ է պատահել իրենց ապրանքների հետ։ Երբ ծովահենները վերջապես բարձրանում էին իրենց որսի վրա, նրանք միշտ ձգտում էին հաղթանակի ճնշող ուժի միջոցով։ Նրանք նախընտրում էին հարձակվել իրենցից փոքր անձնակազմ ունեցող նավերի վրա։ Հաճախ մի քանի ծովահենական նավեր համագործակցում էին մեկ արտրային նավ կանգնեցնելու դրա վրա բարձրանալու համար։ Հարձակումից առաջ ծովահենները սովորաբար ողջունում էին իրենց զոհին փորձում համոզել անձնակազմին հանձնել բեռը առանց դիմադրության։ Նավաստիների մեծ մասը ցուցաբերում էր գոնե խորհրդանշական դիմադրություն ոչ թե քաջությունից դրդված, այլ հետագայում հարձակվողների հետ համագործակցության մեղադրանքներից խուսափելու համար։ Գրավումից հետո ծովահենները սովորաբար նավից խլում էին այն ամենը, ինչը արժեք ուներ, ներառյալ խարիսխները, մալուխները, նավագնացության սարքավորումները, որոնք կարող էին վաճառվել կամ օգտագործվել իրենց սեփական նավերի վրա։ Գրավված նավի անձնակազմը հաճախ մնում էր անվնաս, բացառությամբ նրանց, ովքեր սպանվել էին սկզբնական դիմադրության ժամանակ։ Երբեմն ծովահենները բռնագրավում էին նա հենց նավը անձնակազմին թողնելով ցամաքում կամ ազատ արձակելով որե օտարերկրյա նավահանգստում։ Հարուստ ուղորները կարող էին պատանդ վերցվել փրկագնի դիմաց մի շահութաբեր պրակտիկա, որը կկատարելագործվեր գործարների, ՇՏՊ ապագա սերունդների կողմից։ Ծովահենների մասին հանրային պատկերացումը, թե նրանք անխտիր սպանում են իրենց զոհերին, իրականում հազվադեպ երույթ էր միջնադարյան ծովահենության մեջ։ Ծայրահեղ բռնությունը սովորաբար տեղի էր ունենում միայն այն ժամանակ, երբ ծովահենի վաճառականի միջ կար որե նախկին անձնական վեճ, կամ երբ նրանց երկրները պատերազմի մեջ էին։ Պրագմատիզմը գերակշռում էր դաժանությանը։ Սպանված նավաստիները չէին կարող նավարկել գրավված նավը, իսկ ծայրահեղ բռնության համբավը կարող էր հանգեցնել ավելի հուսահատ դիմադրության ապագա հանդիպումների ժամանակ։ Ծովահենների մեծ մասը նախընտրում էր, որ իրենց զոհերը խաղաղ հանձնվեին թալանը դարձնելով ավելի արագ պակաս ռիսկային բոլոր ներգրավվածների համար։ Այն, ինչ այսօր մեզ համար կարող է զարմանալի թվալ, այն է, որ միջնադարյան ծովահենները հազվադեպ էին վախենում իրենց զոհերի կողմից ճանաչվելուց։ Այս թվացյալ անհոգ վերաբերմունքը բխում էր արդարություն փնտրողների համար հուսահատեցնող իրավական իրականությունից։ Ծովահենության դեմ հստակ համընդհանուր օրենքներ գոյություն չունեին։ Ծովում կատարված հանցագործությունները ընկնում էին իրավական մշուշոտ գոտում, որտեղ ցանկացած թագավորի իրավասությունը հարցականի տակ էր։ Ծովերը համարվում էին ազգային սահմաններից դուրս տարածք մի տարածք, որտեղ սովորական օրենքները լիովին չէին կիրառվում։ Ճիշտ է, գոյություն ունեին որոշ ծովային օրենսգրքեր, որոնք փորձում էին կարգավորել հարաբերությունները նավապետների, անձնակազմերի վաճառականների միջ։ Օլերոնյան գլանած մատյանները վարչեֆ, որոնք ծագել են նույնանուն ֆրանսիական գաղզուց, սահմանում էին ծովային արտրում ընդունված սովորույթներն ու գործելագերբը։ Արտրային օրենքը կարգավորում էր արտրային գործարքները, պայմանագրերը, փոխհատուցման պահանջները։ Սակայն այս օրենքները հիմնականում կենտրոնացած էին ֆինանսական փոխհատուցման, այլ ոչ թե քրեական պատժի վրա։ Ծովահենների համար մահապատիժը չափազանց հազվադեպ էր, նույնիսկ սպանության դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ որե թագավոր անձնական շահ ուներ գործի արդյունքի մեջ։ Անգլիայում մահապատժի ենթարկված առաջին ծովահենը Վիլյամ դե Բրիչոն էր 1228 թվականին։ Նույնիսկ այդ մահապատիժը բավականաչափ բացառիկ էր պատմական տարեգրություններում գրանցվելու համար։ Ծովահենների մեծ մասի համար վատթարագույն սցենարը իրենց զոհերին փոխհատուցում վճարելն էր, մի հեռանկար, որը հազիվ թե հետ պահեր նրանց, երբ ծովահենության շահույթները հետողականորեն գերազանցում էին ռիսկերը։ Բարդությունը կտրուկ աճում էր, երբ ծովահենները զոհերը տարբեր ազգությունների էին։ Եթե անգլիացի վաճառականը գողոպտվում էր ֆրանսիացի ծովահենի կողմից,
որ թագավորին նա պետք է դիմեր արդարության համար։ Ծովահենը գտնվում էր Ֆրանսիայի թագավորի իրավասության տակ, ով իրավական պարտավորություն չուներ հետապնդելու, այլ միապետի հպատակների դեմ կատարված հանցագործությունները։ Օտարերկրյա ծովահենին հետապնդելը կարող էր լուրջ դիվանագիտական միջադեպեր ստեղծել պոտենցիալ կերպով վերածվելով հակամարտությունների ամբողջ թագավորությունների միջ։ Այս բարդությունների պայմաններում ներգրավված կառավարությունների միջ բանակցված ֆինանսական փոխհատուցումը հաճախ ավելի գործնական իմաստ ուներ, քան քրեական արդարադատության ցանկացած փորձ։ Կար նա հարցը, թե կոնկրետ ովքեր էին ծովահենները։ Ծովահենությամբ զբաղվելու համար մարդը նախ պետք է ունենար նավ կամ գոնե հասանելիություն ունենար դրան։ Նավերը չափազանց թանկ ներդրումներ էին, որոնք հասանելի էին միայն հասարակության ամենահարուստ անդամներին։ Միջնադարյան ծովահենները աղքատացած մարգինալներ չէին, որոնք փորձում էին գոյատել։ Նրանք բարգավաճ վաճառականներ էին, հավակնոտ ազնվականներ ծովային գործարարներ, ովքեր ծովահենությունը տեսնում էին որպես իրենց օրինական արտռային գործունեության բնական շարունակություն։ Գրեթե բոլոր ծովահենները նա վաճառականներ էին։ Նրանք փոխում էին ազնիվ Արտուրը Թալանի հետ ըստ ներկայացող հնարավորությունների։ Բրդի բեռը վաճառվում էր նավահանգստում, մրցակից նավը թալանվում էր տունդարձի ճանապարհին։ Շատերը հարգված դեմքեր էին իրենց ափամերձ համայնքներում ունենալով հզոր ընկերներ զգալի ազդեցություն։ Հենց այնպիսի մարդիկ, ովքեր ունակ էին կաշառել պաշտոնյաներին, մանիպուլյացիայի ենթարկել դատական գործընթացները ստանալ թագավորական ներումներ ծառայությունների դիմաց։ Այս սոցիալական սանդղակի ստորին ծայրում գտնվում էին ձկնորսները ափամերձ նավաստիները, ովքեր զբաղվում էին առիթի ծովահենությամբ։ Օգտագործելով փոքր նավակներ նրանք գործում էին ափին ավելի մոտ հարձակվելով դժվարության մեջ գտնվող անոթների վրա կամ օգտվելով այն նավերից, որոնք խրվում էին ափի դավաճանական ժայռերի մեջ։ Թե նրանք ավելի քիչ էին ունակ խուսափելու արդարադատությունից, քան իրենց հարուստ գործընկերները, նրանց նա ավելի դժվար էր ճանաչել հետել։ Նրանց փոքր գործողությունները քիչ փաստաթղթային հետքեր էին թողնում։ Այս պատահական ափամերձ ծովահենության դասական օրինակ էին Ռազ Բրետոնի Բոմոյքպցապտ ծովահենները Բրետանի ափի ծայրամասում գտնվող ջրերի մի վտանգավոր հատվածում։ Տարածաշրջանը հայտնի էր իր խութերով դավաճանական հոսանքներով, որտեղ անփորձ նավաստիները հաճախ էին խրվում կամ վնասներ գրում, ինչը ստիպում էր նրանց լքել իրենց նավերը։ Տեղի ձկնորսները ձեռք էին բերել սարսափելի համբավ այս իրավիճակներից օգտվելու համար։ Երբ նավը վտանգի մեջ էր, նրանք նստում էին իրենց նավակները, մոտենում դժվարության մեջ գտնվող անոթին այն ամբողջությամբ թալանում։ Նրանք ավելի շատ նավաբեկության թալանողներ էին, քան ծովահեններ ավանդական իմաստով, բայց արդյունքը նրանց զոհերի համար նույնքան կործանարար էր։ Միջնադարյան դարաշրջանի ամենահայտնի ծովահենների թվում մենք գտնում ենք Ալարդ ու Դուբչ ընտանիքին վաճառականներ գործարներ, ովքեր գործում էին Ուինչելսից, Վուրտչվչու անգլիական հայտնի Սինք Փորտսներից, Չրտավչնդբրխ 5 նավահանգիստներ մեկից։ Այս նավահանգիստների դաշնության կարողությունը հասկանալու համար մենք պետք է հետ գնանք ժամանակի մեջ ուսումնասիրենք անգլիական թագի այս ծովային համայնքների միջ առկա յուրահատուկ հարաբերությունները։ Սինք Փորտսը, սկզբնապես հարավարելյան Անգլիայի 5 նավահանգիստներ, ձևավորեցին մի դաշնություն, որը սկիզբ է առնում անգլո-սաքսոնական ժամանակաշրջանից, հավանաբար Էդվարդ Խոստովանողի թագավորության օրոք։ Հասթինգսը, Ռոմնին, Հայթը, Դովերը Սենդվիչը սկզբնական անդամներն էին, որոնք հետագայում ընդլայնվեցին ներառելով Ուինչելսին, Ռայը որպես 5 քաղաքներ նմանատիպ արտոնություններով։ Միջնադարի վերջում ավելի քան 40 բնակավայրեր կապված էին դաշնության հետ։ Անգլիական թագը միջնադարի մեծ մասի ընթացքում մշտական նավատորմ չէր պահում։ Երբ նա ծովային ուժի կարիք ուներ ափը պաշտպանելու կամ արտերկրում ռազմական գործողություններ իրականացնելու համար, թագավորը դիմում էր Սինք Փորտսին։ Թագավորական ծառայության համար սարքավորված նավեր նավաստիներ տրամադրելու դիմաց նավահանգիստները ստանում էին արտակարգ արտոնություններ հարկերից ազատում, իրենց սեփական քաղաքացիական քրեական գործերը դատելու իրավունք, նավաբեկությունների լողացող բեռների հավաքման լիազորություն առանց սահմանափակումների միմյանց հետ արտուր անելու ազատություն։ Այս ինքնավարությունը ստեղծեց մի միջավայր, որտեղ թույլատրված կորսարության մաքուր ծովահենության միջ սահմանը դառնում էր հարմարավետորեն անորոշ։ Սինք Փորտսի մարդկանց հաճախ անվանում էին թագավորի ծովահեններ, նորին մեծությունը պարբերաբար պահանջում էր նրանց գրաված ցանկացած ավարի 1/5-ը։ Ծովահենությունը ոչ միայն հանդուրժվում էր, այլ ակտիվորեն խրախուսվում էր, երբ այն ծառայում էր թագի շահերին։ Սինք Փորտսի նավաստիները դարերի ընթացքում ձեռք բերեցին կատաղի համբավ։ Միջնադարյան մի տարեգիր գրելով իր վանքի ապահով հարմարավետությունից հպարտությամբ նշել է, որ այս մարդկանց, ովքեր կրթվել են ծովահենության խիստ դպրոցում, կարելի է վստահել մինչ մահ կռվելու ֆրանսիական անձնակազմերին գոտորելու հարցում ավելի արագ, քան պահանջվում է թխվածքաբլիթ ուտելու համար։ Նրանք դանդաղ էին պահպանում զինադադարները բացահայտ արամարանքով էին վերաբերվում անվտանգության երաշխավորագրերին։ Թերս ոչինչ այնքան դաժան չէր, որքան Ուինչելսի ծովահենների հարձակումը հրեաների վրա,
երբ վերջիններս վտարվեցին Անգլիայից 1290 թվականին։ Շատերը հարձակման ենթարկվեցին, գողոպտվեցին Լա Մանշի մեջտեղում, սպանվեցին, նետվեցին ծովը։ Մի ամբողջ խումբ, ներառյալ Լոնդոնի ամենահարուստ հրեաներից ոմանք, թողնվեցին մի ավազաթմբի վրա, որը հետագայում սուզվեց մակընթացության պատճառով։ Այս կոնկրետ դեպքում պատասխանատուները մահապատժի ենթարկվեցին կախաղանի միջոցով։ Բայց սա պետք է համարել բացառություն, որը հաստատում է կանոնը։ Պատիժը տեղի ունեցավ հավանաբար այն պատճառով, որ հանցագործությունը ներառում էր զգալի հարստություն կարողություն ունեցող մարդկանց ստեղծելով բավարար ճնշում, որպեսզի արդարադատություն իրականացվի։ Ալարտ ընտանիքը հիանալի կերպով բարգավաճեց այս միջավայրում։ Նրանք հաջողակ վաճառականներ էին, ովքեր հարստություն կուտակեցին ինչպես օրինական արտրի, այնպես էլ բացահայտ ծովահենության միջոցով։ 1322 թվականին ստեղծվեց OER տերմիներ THPCH լսել որոշել հանձնաժողով հետաքննելու գերմանացի վաճառականների կողմից ներկայացված մեղադրանքները Ալարտ ընտանիքի մի քանի անդամների նրանց գործընկեր Ռոբերտ Բատայլի դեմ։ Գերմանացիները պնդում էին, որ դարձել են ծովահենության զոհ-հարվիչ Թոմբուրիկ նավահանգստում։ Հանձնաժողովը, սակայն, ձախողվեց նախքան իր աշխատանքը սկսելը։ Ալարտները մեկ քայլ առաջ էին։ Նրանք օգտագործել էին իրենց ազդեցությունը թագավորական ներումներ ստանալու համար հանձնաժողովի հրավիրումից ընդամենը մի քանի օր առաջ։ Որպես հավելյալ հեգնանք ընդամենը մի քանի շաբաթ անց Ռոբերտ Բատայլը նշանակվեց թագավորի ծառայության մեջ գտնվող ծովակալ։ Ծովահեն լինելը խոչընդոտ չէր հեղինակավոր պաշտոնների համար։ Դա գրեթե նախապայման էր։ 1323 թվականի դեկտեմբերին նրանք նորից գործի մեջ էին։ Ստեղծվեց մեկ այլ հանձնաժողով, այս անգամ հետաքննելու այն պնդումները, թե նրանք թալանել են ֆլամանդացի վաճառականի բեռը Սենդվիչ նավահանգստում։ Քանի որ Անգլիան այդ ժամանակ խաղաղության մեջ էր Ֆլանդրիայի հետ, սա պարզապես ծովահենություն չէր, դա դիվանագիտական միջադեպ էր, որը կարող էր հանգեցնել պատասխան գործողությունների վնասել կարոր արտրային հարաբերությունները։ Արդարադատություն վերջապես։ Ոչ մի դեպքում։ Մի քանի ամիս անց Ստեփան Ալարտը նշանակվեց թագավորի ծառայության մեջ գտնվող ծովակալ։ Ուղերձը հստակ էր։ Բավականաչափ հարուստ, հզոր թագին օգտակար մարդկանց համար ծովահենությունը զգալի հետանքներ չէր առաջացնում։ Պատճառը, թե ինչու Ստեփան Ալարտի նման մարդիկ կարող էին անպատիժ հարձակվել ֆլամանդացի վաճառականների վրա, մասամբ թաքնված էր միջնադարյան ծովային իրավունքի մեկ այլ յուրահատկության մեջ ռեպրեսալիայի պատասխան գործողության հայեցակարգում։ Երբ ինչ-որ մեկը չէր կարողանում դատի տալ ծովահենին կամ օրինական միջոցներով փոխհատուցում ստանալ իր գորուստների համար, լիովին ընդունելի էր համարվում ռեպրեսալիա փնտրելը։ Այս տերմինը նավաստիների շրջանում ուներ շատ հատուկ իրավական նշանակություն։ Դա նշանակում էր, որ զոհը կարող էր օրենքը վերցնել իր ձեռքը գործրած արժեքը միայն այդ արժեքը վերականգնելու համար։ Ինքը Ստեփան Ալարտը 1317 թվականին դարձել էր ֆլամանդացի ծովահենների զոհ։ Իրավական գործընթացները հավանաբար ձգձգվել էին առանց արդյունքի, ուստի Ստեփանը կարող էր որոշել հարցը լուծել ինքնուրույն։ Այժմ ֆլամանդացի վաճառականը, որի վրա նա հարձակվել էր 1322 թվականին, 1317 թվականի ֆլամանդացի ծովահենները հավանաբար նույն մարդիկ չէին։ Սակայն ընդունելի էր համարվում ռեպրեսալիա փնտրել նույն ազգության օտարերկրացիների դեմ, նույնիսկ եթե թիրախավորված կոնկրետ անձինք լիովին անմեղ էին։ Բնականաբար, այս յուրօրինակ սովորույթը կարող էր հեշտությամբ հանգեցնել վրեժխնդիր ծովահենության էսկալացիայի։ Եվ սա հատկապես սրվում էր պատերազմի ժամանակ։ Հյուսիսեվրոպական տերությունները սովորաբար չէին պահում մշտական ռազմածովային ուժեր։ Այսպիսով, հակամարտության ժամանակ արտրային նավերը նրանց նավապետները հավաքագրվում սարքավորվում էին պատերազմի համար։ Ֆրանսիան, Անգլիան ներգրավված էին զգալի ծովային հակամարտություններում ողջ միջնադարի ընթացքում ինչպես միմյանց, այնպես էլ հարան այլ տերությունների դեմ։ Ոչ մեկը չէր պահում այնպիսի բան, որը կարելի էր անվանել մշտական նավատորմ։ Հետաբար, նրանց նավատորմերը բաղկացած էին մեծ թվով գործարների վերածված վաճառականներից, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր շահույթ ստանալ ցանկացած հակամարտությունից։ Դժվար չէ պատկերացնել, որ միջնադարյան ջրերում ծովային պատերազմը հաճախ վերածվում էր փոխադարձ աճող ծովահենության գործողությունների։ Պաշտոնական պատերազմի անձնական ծովահենության միջ տարբերությունները դառնում էին անհնարին։ Թշնամու նավերի վրա հարձակվելու լիազորություն ստացած նավապետները հաճախ ընդլայնում էին իրենց գործունեությունը ներառելով չեզոք կամ նույնիսկ դաշնագից նավեր, քանի դեռ կարող էին խուսափել հետանքներից։ Մի առանձնահատուկ օրինակ տեղի ունեցավ 1315-16 թվականներին, երբ Ֆրանսիան վեճի մեջ մտավ ֆլամանդացիների հետ փորձեց արտրային էմբարգո կիրառել նրանց դեմ։ Ֆրանսիացի ծովակալ Բերենժե Բլանին հանձնարարվեց հսկել անգլիական ափից հարավ գտնվող ջրերը այդ էմբարգոն կիրառելու համար։ Սակայն Բլանը իր նավատորմը շուտով սկսեցին հարձակվել չեզոք անոթների նույնիսկ դաշնագից նավերի վրա բացահայտ ծովահենության գործողություններով։
Նրա նավատորմը նույնիսկ հարձակվեց անգլիական նավերի վրա, չնայած Ֆրանսիան պատերազմի մեջ չէր Անգլիայի հետ։ Սա հանգեցրեց բանակցությունների երկար ձգձգված շարքի, նախքան ֆրանսիական անգլիական միապետությունները վերջապես համաձայնության գային համապատասխան փոխհատուցումների շուրջ։ Ավելի ուշ 14 տարում բռնկվեց 100-ամյա պատերազմը Ֆրանսիայի Անգլիայի միջ։ Լա Մանշը վերահսկելու համար երկու կողմերն էլ դիմեցին գործարների լայնածավալ հավաքագրման։ Նրանք այնքան կախված դարձան այս վարձու ծովահեններից, որ չէին կարող թույլ տալ գործել նրանց դեմ, նույնիսկ երբ նրանք որսում էին չեզոք կամ դաշնագից թիրախներ։ Այդ ժամանակների ծովահենը գիտեր, որ ինքը անփոխարինելի է, կարող է ակնկալել անվճար ներումներ ամեն անգամ, երբ զինադադար էր ստորագրվում։ Սա իսկապես հյուսիսեվրոպական ջրերում ծովահենության ոսկե դարաշրջանն էր։ Նախքան այս ժամանակաշրջանի ամենահայտնի ծովահեններից ոմանց ուսումնասիրելը, արժե ավելի հետ գնալ ժամանակի մեջ ծանոթանալու մի կերպարի հետ, ով լեգենդար դարձավ իր իսկ ժամանակներում Եվստաքիոս Միայնակյացին չշկպտեֆիտ թեթեթեջ։ Ծնվելով մոտ 1170 թվականին Բուլոնի մոտ Ֆրանսիայի հյուսիսային շրջանում, Եվստաքիոս Բուսկեդը ցածր ազնվականի որդի էր։ Ինչպես սովորական էր ազնվականության կրտսեր որդիների համար, նրան ուղարկեցին Բենեդիկտյան վանք, որտեղ նա ենթադրաբար պետք է անցկացներ իր մնացած օրերը աղոթքի խորհրդածության մեջ։ Վանական կյանքը, սակայն, չէր համապատասխանում Եվստաքիոսի խառնվածքին։ Այդ ժամանակի տեղեկությունները նշում են, որ նա հակված էր չարաճությունների դրդելով այլ վանականներին ուտել, երբ նրանք պետք է ձոմ պահեին, հայհոյել, երբ նրանք պետք է աղոթեին, վարվել այնպիսի ձերով, որոնք սկանդալային էին իր վերադասների համար։ 13 տարի մի վիպականացված կենսագրություն, որը գրվել է Պիկարտիայի անանուն մի պոետի կողմից, պնդում է, որ Եվստաքիոսը մեկնել է Տոլեդո սմոգություն ուսումնասիրելու համար, դառնալով այնքան հմուտ մուծ արվեստներում, որ Ֆրանսիայում ոչ ոք չէր կարող մրցել նրա հմտությունների հետ։ Հետագա սերունդները համոզված կլինեին այս պնդման մեջ Եվստաքիոսի արտակարգ սխրանքները վերագրելով գերբնական ուժերին, որոնք նա իբր ձեռք էր բերել։ Երբ նրա հայրը սպանվեց, Եվստաքիոսը թողեց վանական հագուստը վրեժխնդրության փնտրտուքներով։ Այս որոնումը նրան ի վերջո բերեց կոմս Ռենո Դամարտենի ծառայությանը, ում համար նա աշխատում էր որպես սենեշալ Ֆչլցիտ զգալի պատասխանատվություն ունեցող վարչական պաշտոն։ Սակայն հարաբերությունները վատացան, երբ Եվստաքիոսը մեղադրվեց միջոցների յուրացման մեջ։ Նրա հողերն ու տիտղոսները բռնագրավվեցին, նա դարձավ օրենքից դուրս մարդ։ Եվստաքիոսի վրեժը ստեղծագործական էր համար։ Նա հրթեհեց կոմսի ջրաղացներից երկուսը, գողացավ ձիեր, դարանակալեց իրեն հետապնդող պահակներին, ապրեց Բուլոնի հարթելոյի անտառներում, որպես ավազակ միշտ փախչելով հնարամիտ քողարկումների միջոցով։ Նրա որպես օրենքից դուրս մարդու արկածների պատմությունները դարձան տարածաշրջանի բանահյուսության մի մասը, հետագայում ազդելով Ռոբին Հուդի լեգենդների վրա։ Ի վերջո, Եվստաքիոսը շրջվեց դեպի ծովը։ Իր եղբայրների հետ նա դարձավ ծովահեն Լա Մանշում, որտեղ նրա փառքը աճեց էքսպոնենցիալ կերպով։ Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողինը նրան ընդհատումներով աշխատանքի էր վերցնում 1205-1212 թվականներին ղեկավարելով 30 նավերից բաղկացած նավատորմ ընդդեմ ֆրանսիական շահերի։ Եվստաքիոսը նրա մարդիկ հիմնեցին բազաներ Մանշի գղզիներում, ներառյալ Սարկը Գերնսին, որտեղից նրանք իրականացնում էին գործանարար հարձակումներ Նորմանդիայի ափերի վրա։ Այս ժամանակահատվածում Եվստաքիոսը ձեռք բերեց գրեթե գերբնական համբավ։ Ասում էին, որ նա կարող էր անտեսանելի դառնալ իր թշնամիներին զարմացնելու համար, մի պնդում, որը հավանաբար հիմնված էր նրա հմտության վրա անսպասելիորեն հայտնվելու օգտագործելով Մանշի գղզիները որպես թաքնված բազաներ։ Երբ նա հարձակվեց անգլիական որոշ ափամերձ գյուղերի վրա, Հովհաննես թագավորը կարճ ժամանակով նրան հայտարարեց օրենքից դուրս, բայց շուտով ներում շնորհեց, քանի որ կարիք ուներ Եվստաքիոսի ծառայությունների։ Սակայն 1212 թվականին հավատարմությունները նորից փոխվեցին։ Ռենո Դամարտենը Եվստաքիոսի հին թշնամին, դաշնակցեց Հովհաննես թագավորի հետ, ակնհայտորեն թունավորեց թագավորի միտքը ծովահենի դեմ։ Եվստաքիոսը փոխեց կողմը, առաջարկելով իր ծառայությունները Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Օգոստոսին։ Շուտով նա հարձակվում էր Ֆոլքստոնի, անգլիական այլ նավահանգիստների վրա նույն եռանդով, որով նախկինում գործել էր ֆրանսիացիների դեմ։ Երբ 1215 թվականին Անգլիայում բռնկվեց քաղաքացիական պատերազմ, Եվստաքիոսը աջակցեց ապստամբ բարոններին, ովքեր ստիպել էին Հովհաննես թագավորին ստորագրել Մագնա քարտան Թոդդու Չոբվի ազատությունների մեծ խարտիա։ Բարոնները անգլիական թագն առաջարկեցին Ֆրանսիայի արքայազն Լուին։ Եվստաքիոսը վճռորոշ դեր խաղաց արքայազնին Լա Մանշով տեղափոխելու հարցում 1216 թվականին։ Մի պահ թվում էր, թե ֆրանսիացին կարող էր նստել անգլիական գահին, իսկ Եվստաքիոսը կլիներ նրա վստահելի ծովակալը։ Ճակատագիրը, սակայն, այլ ծրագրեր ուներ։ Հովհաննես թագավորը մահացավ 1216 թվականին,
Նրա անչափահաս որդին Հենրի Ժյուժը արագորեն թագադրվեց։ Կարող մարդկանց խնամակալության ներքո թագին հավատարիմ ուժերը սկսեցին փոխել իրավիճակը։ 1217 թվականի օգոստոսին Եվստաքիոսը ղեկավարում էր մի նավատորմ, որը վճռորոշ համալումներ էր տեղափոխում արքայազն Լուիի համար, երբ նրան կանգնեցրեց անգլիական մի էսկադրա Հյուբեր դը Բուրկի KFČ հրամանատարությամբ, որը նավարկում էր Դովերից։ Ճակատամարտը, որը հաջորդեց, դաժան էր։ Եվստաքիոսը զգալի վնասներ հասցրեց իր նախկին դաշնակիցներին, բայց անգլիացիները գիրառեցին մի գործանարար մարտավարություն։ Նրանք գրի փոշի նետեցին ֆրանսիացիների դեմքերին ժամանակավորապես կուրացնելով նրանց։ Անգլիական զորքերը բարձրացան Եվստաքիոսի նավերը հաղթեցին նրա մարդկանց ձեռնամարտում։ Եվստաքիոսին հաջողվեց փախչել իր առաջնորդող նավով, սակայն օգոստոսի 24-ին նա շրջափակվեց Սինգփորտցի նավատորմի կողմից Ֆիլիպ Դոբինի Նեքսնջումպտի հրամանատարությամբ Սենդվիչի ճակատամարտում։ Երբ նավը գրավվեց, անգլիացիները մանրակրկիտ խուզարկություն անցկացրեցին Եվստաքիոսին գտնելու համար։ Նա վերջապես գտնվեց նավամբարում թաքնված բալաստի ջրերի մեջ։ Ծովահենը հսկայական գումար առաջարկեց իր կյանքի համար 10,000 մարկ ըստ որոշ աղբյուրների, խոստացավ այդուհետ հավատարմորեն ծառայել Անգլիայի թագավորին, բայց նրա խոսքերը մնացին անպատասխան։ Եվստաքիոսը այնքան ատելի էր դարձել անգլիական անձնագազմերի համար, որ ոչ մի փրկագին ընդունելի չէր։ Նրան առաջարկեցին ընդամենը մեկ ընտրություն գլխատվել նավի եզրին կամ դրաբուշեի փաբուջվաշտ քարնետ մեքենա կողքին, որը որպես բեռ տեղափոխվում էր տախտակամածին։ Եվստաքիոս միայնագյացի գլուխը որպես ավար ցուցադրվեց Լոնդոնում։ Եվստաքիոսի պարտությունը փաստացի վերջ դրեց արքայազն Լուիի դիմադրության ցանկացած հույսի։ 1217 թվականի սեպտեմբերին նա ստորագրեց Լամբեթի պայմանագիրը հրաժարվելով անգլիական գահի նկատմամբ իր հավակնություններից վերադառնալով Ֆրանսիա, որտեղ ի վերջո կթագավորեր որպես Լուի Մզր։ Եվստաքիոսի եղբայրները որոշ ժամանակ շարունակեցին գործել Լա Մանշում, բայց առանց իրենց քարիզմատիկ առաջնորդի նրանց գործունեությունը աստիճանաբար նվազեց։ Եվստաքիոսի պատմությունը հիանալի կերպով պատկերում է հավատարմությունների անկայունությունը միջնադարյան ծովահենության պատահական բնույթը։ Նա ծառայեց բազմաթիվ տերերի, փոխեց կողմերը ըստ իր շահերի, հերթով եղավ հերոս ու չարագործ կախված նրանից, թե որ դրոշն էր բարձրացված տվյալ պահին։ Նրա կարիերան ցույց է տալիս, որ ծովահենությունը պարզապես հանցագործություն չէր։ Այն պատերազմի, դիվանագիտության անձնական իշխանության գործիք էր։ Առաջ անցնելով մի քանի դար մենք հանդիպում ենք մեկ այլ հակամարտության, որը ցույց է տալիս, թե ինչպես էր ծովահենությունը հյուսված միջազգային քաղաքականության հետ 15-րդ դարի վերջի անգլո-հանզայական պատերազմը։ Հանզայական միությունը Դերջութիչզյուն գերմանական արտրային քաղաքների դաշնություն էր, որը տիրում էր Բալթիկ հյուսիսային ծովերի արտրին։ Նրա հիմնական քաղաքները ներառում էին Լյուբեգը, Համբուրգը, Դանցիգը, միությունը պահում էր արտոնյալ արտրային գետեր ողջ Եվրոպայում, ներառյալ Լոնդոնի հայտնի Սթիլյարդը Սապշտինգ։ Տասնամյակներ շարունակ լարվածություն աճում էր անգլիացի վաճառականների հանզայականների միջ։ Անգլիացիները դժգոհ էին այն հատուկ արտոնություններից, որոնք միությունը վայելում էր Անգլիայում, ձգտում էին մուտք գործել Բալթիկ ծովի շահութաբեր շուկաներ։ Հանզայականները, իրենց հերթին, կատաղի դիմադրում էին իրենց արտրային առավելությունները սահմանափակելու ցանկացած փորձի։ Այս հակամարտության կենտրոնում հայտնվեց մի կերպար, որն արժանի է հատուկ ուշադրության Ռիչարդ Նիլը, Ուորիկի Գոմսը, ով անգլիական պատերազմում հայտնի է որպես թագավորներ ստեղծող Նյոչը բջջբչելք վարդերի պատերազմում իր վճռորոշ դերի համար։ Սակայն հանզայական ֆրանսիացի վաճառականների համար Ուորիկը նախարաջ ծովահեն էր։ 1458 թվականին Ուորիկը Կալեի, Չուդուսխ, նավապետն էր պատասխանատու անգլիական թագի համար Լա Մանշի վերահսկողությունը պահպանելու համար։ Նրա նավատորմը, սակայն, որոշեց հարձակվել հանզայական աղի նավատորմի վրա գրավելով Լյուբեգի 18 նավ։ Սա խնդրահարույց էր, քանի որ հանզայական միությունը Անգլիան պատերազմի մեջ չէին։ Ուորիկը պնդում էր, որ գործել է միայն իր նավատորմը պահպանելու համար, անհրաժեշտ միջոցներ հայթայթելու նպատակով։ Ոմանք կասկածում էին, որ նա դա արել է Լանկաստերների արքունիքի համար խնդիրներ ստեղծելու համար։ Հավանաբար ճշմարտություն կար երկու պնդումների մեջ էլ, բայց նա գրեթե հաստատ կար մի երրորդ պատճառ։ Երկար ժամանակ զգալի արտրային մրցակցություն նույնիսկ ակտիվ թշնամանք էր գոյություն ունեցել հանզայականների շատ անգլիացի վաճառականների միջ։ Ուորիկի նավատորմը բաղկացած էր հենց այդ վաճառականներին պատկանող շատ նավերից մարդկանց, ում աջակցությունը նա կարող էր շատ լավ կարիք ունենալ արքունիքի հետ ապագա ցանկացած վեճում։ Ուորիկի ծովահենական գործողությունը կարող էր նախագծված լինել, գոնե մասամբ ամրապնդելու իր աջակցությունը այդ հզոր արտրային շահերի շրջանում։ Ուորիկի գործողությունները կարող են մասամբ հասկացվել հանզայականների անգլիական արտրային շահերի միջ վրեժխնդիր ծովահենության աջող գործողությունների պատմության մեջ։ Սակայն Ուորիկի համար հարցը դարձավ անձնական։ Նա դարձավ հանզայականների բացահայտ հակառակորդը։
Նրա գործողությունները 1458 թվականին հանգեցրել էին բախման Լանկաստերների արքունիքի հետ, բայց նա հետողական էր իր թշնամանքի մեջ։ Նրա գործողությունները 1460-ականների վերջին ավելի հեռուն գնացին Յորքիստական Անգլիային մղելով բաց պատերազմի Միության հետ։ 1468 թվականի հունիսին անգլիական նավերը դանիական Հելսինգյոր նավահանգստում շրջափակվեցին գրավվեցին գերմանացի հետակայինների կողմից։ Դրանք առգրավվեցին, իսկ բեռը բռնագրավվեց վաճառվեց։ Ըստ դանիացիների դա արվել էր անգլիացի ծովահենների գործողությունները փոխհատուցելու համար։ Սակայն անգլիական նավերը գրաված մարդիկ դանիացի չէին, այլ գերմանացիներ հանձայական Դանցիգ նավահանգստից։ Առգրավված նավերի մեջ կար առնվազն մեկը, որը պատկանում էր հենց Ուորիկին։ Ուորիկը սա օգտագործեց որպես պատրվակ դժկամ Էդվարդ Ռյումին դրդելու լիակատար պատերազմի Միության հետ։ Դա կլիներ ծովային պատերազմ, որպես այդպիսին, պատերազմ, որը հիմնականում կմղվեր գործարների կողմից։ Եվ այն առաջին պլան կբերեր թերս դարաշրջանի ամենահաջողակ ծովահենին Պաուլ Բենեգեին նուփթ տչչջ։ Բենեգեն Դանցիգի քաղաքային խորհրդական էր ականավոր ծովային հրամանատար դեռ պատերազմի սկսվելուց առաջ։ Նա փառք էր նվաճել Բորնհոլմի ծովային ճակատամարտում դանիացիների դեմ 1455 թվականին համարձակ հարձակում իրականացրել Անհոլտի վրա 1466 թվականին։ Բայց հենց Յորքիստական Անգլիայի դեմ պատերազմի ժամանակ Բենեգեն դարձավ ծովերի սարսափը։ Երբ Բենեգեն լիազորվեց Լյուբեկի հանձայական Միության գլխավոր քաղաքի կողմից ղեկավարելու Պետեր ֆոն Դանցիգ Նչաչմեչնդեստ նավը, նա նախընտրեց դառնալ համասեփականատեր աշխատավարձ ստանալու փոխարեն։ Դա հաշվարկված խաղադրույք էր, որը ցույց էր տալիս նրա վստահությունը սեփական հմտությունների նկատմամբ։ Պետեր ֆոն Դանցիգը իր ժամանակի ամենամեծ ահեղ ռազմանավերից մեկն էր 51 մետր երկարությամբ 1600 տոննա ջրատարողությամբ։ Համեմատության համար նշենք, որ Սանտա Մարիան, որը Կոլումբոսին տարավ Ամերիկա, ուներ ընդամենը 19 մետր երկարություն 108 տոննա ջրատարողություն։ Բենեգեն գրավեց իր առաջին անգլիական նավը 1470 թվականի Ամանորի օրը։ Հետո 1471 թվականին նա գրավեց Դովերի քաղաքապետին խաբելով նրան բարձրանալ նավ ձանալով որպես ֆրանսիացի։ Նա հրթեհեց մինչ 18 արտերային նավեր, որոնք խարիսխ էին գցել անգլիական ափին մեկ գործողության ընթացքում։ Նրան նույնիսկ հաջողվեց գրավել Լոնդոնի լորդ քաղաքապետին, երբ դժբախտ պաշտոնյան վերադառնում էր Ֆրանսիայից։ Բայց Բենեգեի ամենատպավորիչ հարվածը դեռ արջում էր։ 1473 թվականի ապրիլին, նավարկելով Զելանդիայի ջրերով Սլյուիսից Ֆրդվեկ ոչ հեռու, Պետեր ֆոն Դանցիգը նկատեց Բրյուգեից դուրս եկող մի գալերա։ Անոթը պաշտոնապես պատկանում էր Տոմազո Պորտինարին Բրյուգեում Մեդիչի բանկի մասնաճյուղի կառավարչին։ Նավարկում էր Բուրգունդիայի չեզոք դրոշի ներքո։ Բենեգեն մոտեցավ պահանջեց իմանալ, թե արդյոք նավի վրա կան անգլիական ապրանքներ։ Գալերայի նավապետը բարձր ծիծաղեց մատնացույց արեց Բուրգունդյան մեծ դրոշը։ Բենեգեն չտպավորվեց։ Նա իր մարդիկ բարձրացան գալերայի վրա, այն ամբողջությամբ թալանեցին։ Բեռը արտակարգ էր բրդյա քաթան, գոբելեններ, մորթիներ ամենաարժեքավոր իրերի թվում Հանս Մեմլինգի կողմից նկարված մի եռապատկեր Փաբեմփրիտ, որը պատկերում էր ահեղ դատաստանը։ Նկարը պատվիրվել էր Անջելո տանի Մեդիչի բանկի կառավարչի մատուրի համար, ներառում էր հենց Պորտինարի դիմանկարը։ Գրավված ապրանքների ընդհանուր արժեքը ներկայացնում էր դարի ամենամեծ ծովահենական ավարներից մեկը։ Բնականաբար, սեփականատերերը խստորեն բողոքեցին։ Հարցը հասավ պապական արքունիք, մեդիչիները մոբիլիզացրին իրենց ողջ ազդեցությունը պահանջելով վերադարձնել նկարը։ Սակայն Դանցիգի քաղաքային խորհուրդը մերժեց պնդելով, որ գրավումը պատերազմի օրինական գործողություն էր, քանի որ հանձայական Միությունը հակամարտության մեջ էր Անգլիայի հետ։ Նկարը երբեք չվերադարձվեց։ Փոխարենը այն նվիրաբերվեց Դանցիգի 3 պատրիկների կողմից Սուրբ Գորգ եղբայրների եկեղեցուն, որտեղից ի վերջո անցավ քաղաքի Սուրբ Մարիամ եկեղեցուն, որտեղ այն մնում է մինչ օրս։ Բենեգեի տպավորիչ ծովահենական գործողությունը պարզվեց պատերազմի վերջին մեծ գործողություններից մեկն էր։ Երկու կողմերն էլ պատրաստ էին խաղաղության։ Բենեգեի ներկայացրած սպառնալիքը դրդեց Էդվարդ Ռյումին ավելի հակված լինել բանակցությունների։ Այդ պահին Էդվարդն ավելի ապահով էր իր գահին հետաբար պակաս կախված էր մարտական արտրային խմբավորման աջակցությունից։ Նույնքան կարևոր էր, որ պատերազմատենչ Ուորիկը խաղաղության մեծ խոչընդոտը այլս չկար։ Շատ հանձայականներ իրենց հերթին ավելի ու ավելի էին անհանգստանում Բենեգեի նման անկախ կորսարների չարաճություններից։ Բենեգեի թալանը կարող էր տպավորիչ լինել, բայց այն ներառում էր ապրանքներ, որոնք պատկանում էին Մեդիչի հզոր ընտանիքի նման մարդկանց, որոնց Միությունը չէր ցանկանում նեղացնել։ Արդյունքում ստորագրված Ուտրեխտի պայմանագրով Էդվարդ Ռյումը համաձայնեց Միության գրեթե բոլոր պահանջներին։ Հանձայական արտոնությունները վերականգնվեցին, Ստիլյարդը վերստացավ իր հզոր դիրքը Լոնդոնի արտրային համայնքում։
Ի հակադրություն դրա անգլիացի վաճառականները զգալի զիջումներ չստացան Արևելյան Եվրոպայի շուկաներին ավելի լավ հասանելիության հարցում։ Թե Էդվարդն ապացուցել էր, որ հնարավոր է մարտավարական հաղթանակներ տանել հանզայական գործարների նկատմամբ, փաստն այն էր, որ Բենեգեն մյուսները դեռ ազատության մեջ էին։ Անգլիական արտրային փոխադրումները 1473-74 թվականներին ավելի մեծ վտանգի տակ էին, քան երբ հակամարտությունը սկսվել էր։ Սակայն, ի վերջո, հենց հանզայական տնտեսական բոյկոտն էր, ավելի քան նրանց ծովային գործողությունները, որ ստիպեց Էդվարդին կապիտուլյացիայի ենթարկվել։ Եվ 1471 թվականից հետո Ուրիքի հեռացումը ասպարեզից շատ ավելի հեշտացրեց համաձայնության գալը։ Անգլո-հանզայական պատերազմը ավարտվեց Միության հաղթանակով, բայց այն նա ցույց տվեց ծովահենության որպես պետական քաղաքականության գործիքի սահմանափակումները։ Բենեգեի նման ծովահենները հզոր գործիքներ էին, բայց նրանք նա անկանխատեսելի էին դժվար վերահսկելի։ Նրանց գործողությունները կարող էին ստեղծել նույնքան խնդիրներ, որքան լուծում էին օտարելով պոտենցիալ դաշնակիցներին բարդացնելով դիվանագիտական բանակցությունները։ 19-րդ դարում Բենեգեն դարձավ ազգային հերոս, ոչ թե լեհերի համար, ովքեր այժմ բնակվում էին Դանցիգում, այլ քաղաքում ապրող գերմանացիների համար։ Նացիստները կառուցեցին հուշահամալիր Բենեգեի համար արձանով որմնանկարով։ Գրող Գյունտեր Գրասը նրա մասին ընդարձակ հատված ներառեց իր թիթեղյա թմբուկը «Էվիթ» վեպում։ Մի մարդու համար ծովահենը մյուսի համար ծովային հերոս է։ Մինչ մենք ուսումնասիրում ենք այս հայտնի ծովահենների անհատական պատմությունները, մենք չպետք է գործնենք ավելի լայն համատեքստը։ Ծովահենությունը միջնադարյան համակարգի շեղում չէր, այն դրա անբաժանելի հատկանիշն էր։ Հյուսիսեվրոպական ծովերը մի տարածք էին, որտեղ հասարակության սովորական կանոնները լիովին չէին կիրառվում, որտեղ հավակնոտ մարդիկ կարող էին ստեղծել հարստություններ համբավ, որոնք անհնար կլինեին ցամաքում։ Միջնադարյան հասարակության ֆեոդալական կառուցվածքը իր անձնական հավատարմությունների փոխադարձ պարտավորությունների շեշտադրմամբ տարածվում էր ծովի վրա յուրահատուկ ձևով։ Հաջողակ ծովահենը կարող էր դառնալ արժեքավոր դաշնակից մի թագավորի համար, ով ծովային ուժի կարիք ուներ։ Բարգավաճ վաճառականը կարող էր օգտագործել ծովահենությունը մրցակիցներին վերացնելու շուկայում իր մասնաբաժինը ընդլայնելու համար։ Հավակնոտ ազնվականը կարող էր օգտագործել թալանը իր քաղաքական ինտրիգները ֆինանսավորելու համար։ Այս բոլոր հնարավորությունները գոյակցում էին, հաճախ նույն անձի մեջ։ Խաղաղ արտրի ծովահենության միջ հստակ տարբերակման բացակայությունը հիմնարար էր այս համակարգի համար։ Մի նավ, որը ապրանքներ էր տեղափոխում նավահանգստում վաճառելու համար, կարող էր ճանապարհին հարձակվել մրցակցի վրա հասնել իր նպատակագետին ինչպես իր սկզբնական բեռով, այնպես էլ իր զոհի ավարով։ Պատերազմը Արտուրը խառնվում էին այնպիսի ձեռով, որոնք մեր ժամանակակից կատեգորիաները դարձնում են ոչ համարժեք միջնադարյան իրականությունը նկարագրելու համար։ Գիտնականները, ովքեր փորձել են հստակ սահմանել, թե ինչն էր կազմում ծովահենությունը միջնադարում, բազմիցս հուսահատվել են։ Պատմաբան Սյուզան Ռոուզը նշել է, որ միջնադարյան ծովահենություն ուսումնասիրող ցանկացած հետազոտողի համար առաջին խնդիրն այն է, որ տերմինի ժամանակակից սահմանումը անորոշ էր անճշգրիտ։ Ծովահենությունը զբաղեցնում էր մի գորշ տարածք գողության, կիսապաշտոնական գործունեության ցածր ինտենսիվության արտրային պատերազմի միջ։ Դժվար էր տարբերակել, թե որտեղ էր ավարտվում հանցագործությունը, որտեղ էին սկսվում ռեպրեսալիաները մասնավոր պատերազմը։ Ծովային պատմաբան Նամ Ռոչերը պնդում էր, որ միջնադարում անհնար էր տարբերել թշնամական Արտուրը խաղաղ արտրից։ Նա պնդում էր, որ խաղաղ Արտուրը գրեթե գոյություն չուներ, ոչ միայն այն պատճառով, որ ծովը համարվում էր օրենքներից պայմանագրերից դուրս տարածք։ Այդ միջավայրում թագավորությունների միջ խաղաղությունը կամ պատերազմը քիչ նշանակություն ունեին։ Ծովում գտնվող նավը միշտ պետք է զգոն լիներ, քանի որ ծովահենությունը առատ էր։ Թե միջնադարյան իրավաբանները համաձայն էին, որ տեխնիկապես գոյություն ուներ մի բան, որը կոչվում էր ծովահենություն, այսինքն ծովում կատարված հանցավոր բռնի թալան, գործնականում համաձայնեցված սահմանումը բացակայում էր։ Անգլիական թագի արձագանքը բռնության այս կիրառմանը երկիմաստ էր։ Մի կողմից ծովահենությունը ծովային արտրի անբաժանելի մասն էր, ծառայում էր նավաստիներին ծովային պատերազմի համար վարժեցնելու նպատակին։ Մյուս կողմից ծովահենության չափազանց մեծ գործողությունները կարող էին վնասել դիվանագիտական հարաբերությունները, առաջացնել պատասխան գործողություններ, որոնք ազդում էին թագավորության բոլոր վաճառականների վրա։ Այս երկիմաստությունը պահպանվեց ողջ միջնադարում դրանից հետո։ Այն մարդիկ, ովքեր հետագայում համալելու էին Ֆրենսիս Դրեյքի «Նյաբուտզկջբուեջ» նավատորմը իսպանական արմադայի դեմ 1588 թվականին, շատ առումներով պարզապես անգլիական գործարների երկար ավանդույթի վերջին ներկայացուցիչներն էին։ Ծովահենությունը զարգացավ, հարմարվեց նոր տեխնոլոգիաներին, նոր քաղաքական համատեքստերին, բայց նրա միջնադարյան արմատները մնացին հստակ տեսանելի։ Երբ միջնադարը մոտենում էր իր ավարտին, հյուսիսային Եվրոպայի ծովերը շարունակում էին մնալ հուսալի որսատեղի ծովահենների համար։
Ձեռներեց կորսարները ոչ միայն կգոյատեին նոր ժամանակների անցման ժամանակ, այլ կբարգավաճեին դրանում։ Նույն որակները, որոնք հաջողակ էին դարձնում ծովահենին 14-րդ դարում ծովային գիտելիքներ, համարձակություն, քաղաքական կապեր օրենքի սահմաններում գործելու պատրաստակամություն, կշարունակեին արժեքավոր մնալ հաջորդ դարերում։ Ճշմարտություն այն էր, որ հյուսիսային ծովերի ծովահեն վաճառականները հաճախ քաղաքականապես չափազանց ազդեցիկ էին։ Չասելու համար չափազանց օգտակար, որպեսզի երբե պատշաճ կերպով պատասխանատվության ենթարկվեին։ Նրանք բարգավաճում էին գործելով իրավական գորշ գոտիներում։ Նույնիսկ երբ կանգնում էին դատարանի առաջ, շատերը բավականաչափ հարուստ էին իրենց ազատությունը գնելու համար։ Պատմությունները, որոնք մենք ուսումնասիրեցինք այս վավերագրական ֆիլմում, ներկայացնում են դարերի ընթացքում այս ջրերում տեղի ունեցած ծովահենության անթիվ գործողությունների միայն մի փոքր մասը։ Յուրաքանչյուր Ջոն Լգլերգի համար, ում գործը փաստաթղթավորված է իրավական գրառումներում, կային տասնյակ անանուն ծովահեններ, որոնց գործունեությունը երբեք չի գրանցվել։ Յուրաքանչյուր ալարտ ընտանիքի համար, ում ազդեցությունը պահպանել է նրանց սխրանքների ապացույցները, կային ափամերձ ձկնորսների ամբողջ համայնքներ, որոնց առիթի ծովահենությունը թողել է քիչ պատմական հետքեր։ Այն, ինչ այս պատմությունները սովորեցնում են մեզ, դուրս է սոսկ պատմական հետաքրքրասիրությունից։ Դրանք բացահայտում են մի հասարակություն, որտեղ բռնությունը արտրային մրցակցության ընդունելի գործիք էր, որտեղ օրենքը ճկուն էր հզորների շահերին հարմարվելու համար, որտեղ հանցագործության ու հերոսության միջ սահմանը ամբողջությամբ կախված էր տեսանկյունից։ Հյուսիսեվրոպական միջնադարյան ծովահենները ռոմանտիկ կերպարներ չէին, որոնք գործում էին իրենց ժամանակի ուժային կառույցներից դուրս։ Նրանք այդ կառույցների ակտիվ մասնագետներն էին, օգտագործելով դրանք օգտագործվելով դրանց կողմից։ Հաջորդ անգամ, երբ կմտածենք ծովահենների մասին, թերս արժե հիշել, որ Սմորուքի Կարիբյան ծովը սարսափի մեջ պահելուց շատ առաջ, գանգով խաչված ոսկորներով Սդրոշի ծովահենության համընդհանուր խորհրդանիշ դառնալուց շատ առաջ, այնպիսի մարդիկ, ինչպիսիք էին Եվստաքիոս Միայնագյացը, Ուինչելսիի ալարտները Դանցիգի Պաուլ Բենեգեն, արդեն հիմնել էին այն ավանդույթները, որոնք նրանց ավելի հայտնի հաջորդները պարզապես կշարունակեին։ Հյուսիսային Եվրոպայի միջնադարյան ծովերը եղել են ծովային մի մշակույթի օրրան, որտեղ ծովահենությունը ոչ թե անոմալիա էր, այլ նորմ, որտեղ վաճառականները ծովահեններ էին, ծովահենները ծովակալներ, միակ իսկապես հարգված օրենքը ամենաուժեղի կամ ամենաջարպիկի օրենքն էր։ Այս ժառանգությունը պահպանվեց միջնադարից շատ հետո, ձավորելով հաջորդ դարերի ծովային արտրային գործելակերպը, անջնջելի հետք թողնելով արմտյան աշխարհի ծովային պատմության վրա։ Լա Մանշի ալիքները շարունակում են բախվել Անգլիայի Ֆրանսիայի ափերին, ինչպես անում էին դարեր առաջ, երբ այս ծովահենները նավարկում էին իրենց ջրերով։ Նավահանգիստները, որոնք մի ժամանակ ապաստան էին տալիս կորսարներին, այժմ ընդունում են լաստանավեր բեռնատար նավեր, գետաբերանները, որտեղ դարաններ էին պատրաստվում, այժմ քարտեզագրվում են արբանյակների միջոցով, ծովային երթուղիները, որոնք այնքան վտանգավոր էին, այժմ ամենաապահովն են աշխարհում։ Բայց ինչ որտեղ, այդ պատմական ջրերի խորքերում, այդ բռնի հետաքրքրաշարժ անցյալի արձագանքները դեռ հնչում են հիշեցնելով մեզ մի դարաշրջանի մասին, երբ ծովը իսկապես վերջին անօրեն տարածքն էր։ Եթե դուք հասել եք մինչ այստեղ հյուսիսեվրոպական միջնադարյան ծովերով այս ճանապարհորդության մեջ, նշանակում է կիսում եք մեզ հետ հետաքրքրությունը այս մոռացված պատմությունների նկատմամբ, որոնք ձավորել են աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ Ինչպես այն ժամանակվա նավագնացները կախված էին ափի գողմնորոշիչ կետերից իրենց ճանապարհը գտնելու համար, մենք կախված ենք ձեզ նման հանդիսատեսից շարունակելու ուսումնասիրել կիսվել այս արտակարգ պատմություններով։ Եթե ժամանակի միջով այս ճանապարհորդությունը արթնացրեց ձեր հետաքրքրությունը, դուք ցանկանում եք մեզ հետ մեկնել ավելի շատ պատմական արկածների, մտածեք ալիքին բաժանորդագրվելու մասին։ Յուրաքանչյուր բաժանորդագրություն նման է բարեմպաստ քամու, որը մեզ մղում է բացահայտելու մարդկային պատմության նոր գլուխներ։ Թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե միջնադարյան ծովահենության որ կողմը ձեզ ամենաշատը զարմացրեց, կամ որ պատմական ժամանակաշրջանը կցանկանայիք, որ մենք ուսումնասիրեինք հաջորդիվ։ Եվ եթե ճանաչում եք մեկին, ով կգնահատեր այս ճանապարհորդությունը անցյալի ծովերով, կիսվեք այս վավերագրական ֆիլմով։ Ի վերջո, ինչպես միջնադարյան վաճառականներն էին լուրեր տարածում նավահանգստից նավահանգիստ, հենց դուք եք, որ մեր պատմությունները հասցնում եք նոր հորիզոնների։ Մինչ հաջորդ անցումը պատմության օվկիանոսներով։